եմ հասկանում էլի։ Դուք նշանակվեցիք լրամասի համատար եւ որպես այդպեսի հիերարխիկ համակարգի մի օղակ եք, որովհետեւ թե դուք ունեք ստորադասներ եւ ունեք վերադասներ։ Կամ բազմաթիվ հրամաններ, այդ որ փուլում եք հասկանում, արդյոք այդ հրամանները կատարվել են, չեն կատարվել, հանձնարարվել են, չեն հանձնարարվել։ Տեսեք, եթե փաստացի դուք նշանակվում եք դեկտեմբերին, ասացիք դեկտեմբերից արդեն իսկ իմ պաշտոնի կատարմանն էի, սակայն նոյեմբերի 3-ից էր հրամանը, խոսքը այն բանի մասն է, որ ձեր ծառայության ընթացքում հնչած հրաման, տրված հրաման, կարգադրությունը, որը ոչ թե նախկինում եղել այդ դուք պետք է ստուգեիք դա կատարվել է, թե չէ, այդ դուք պետք է ձեռնարկեիք այդ կարգադրության կատարման պայմանները։ Ոչ, ասեմ, եթե սկսում է նոր ուսումնական փուլի վերջի շաբաթը, երբ որ սկսվում է հակաարտային հրանգավորում, զենքի կանոնների անվտանգության օր է նշվում, հրամանով, սահմանված կարգով, զորամասում, բացահայտվում է անվտանգության կետեր, կան կետերի ղեկավարներ, որը հրանգավորում են եւ բացատրական աշխատանքներ են տանում եւ դասընթացներ։ Այդ process-ը չի իրականացվել այդ ընթացքում։ Դրանից հետո է։ Ես հիշեցնեմ, որ սույն փաստաթղթը մասիվել է բազմաթիվ արձակությունների ժամանակ դրան անդրադարձ է կատարել եւ այս 21-12 թվականի ԵՇՏ-14 կարգադրությունը ձեր կողմից մակագրվել է Գոր Ավետյանի, իսկ վերջի նշել ԿՇԾ ծառայության պետ Մարդեն Սարգսյանի։ Նորից ասեք հարցը չլսեց նորմալ։ Նշված է կարգադրությունը ԵՇՊՏ-ի 14 1021-12 թվականի կարգադրությունը մակագրվել է Թիկունքի պետին, իսկ վերջինիս կողմից մակագրվել է ԿՇ ծառայության պետին, Մարդեն Սարգսյանը, Ավետյանի եւ Սարգսյանը։ Այս process-ի մասին ինչ եք հիշում։ Ես ասացի նախապատրաստական փուլում պլանավորում են հակաարտային եւ անվտանգության օր։ Հասկացա։ Հիմա ասում եք էլ մարտական կարգադրություն, որը դու մակագրելով դրա բաժների կատարումը հանձնարարել եք պարոն Ավետյանին։ Անվտանգության կանոններ ԵՇ 14 կարգադրության մասին, որը առավների վարելու հետ կապված։ Հա, հասկացա։ Վերջինս էլ իր հերթին դրա բաժների ապօրինման հետ կապված մակագրություն է կատարել Մարդեն Սարգսյանի անունով։ Այս process-ի մասին ինչ եք հիշում։ Այդ process-ի մասին մենակ այն եմ հիշում, որ պետք է նոր բանը, ոնց են ասում, ագնտուշիտելները թայն ստանան, որ բերեն փոխեն։ Սաղ տեղերը միջև զորամաս տեղափոխվել են։ Մենք իրենց ոնց թե չենք հասկանում, պարոն Գևորգյան, մատիկի կստվից էլի։ ԳՇՊՏ մարտական կարգադրությունն է իջացնում դուք զորամասի համատար, ստացակ մարտական կարգադրությունը առաքվել զորամաս։ Ձեր գործողությունները։ Ես նշում եմ իմ գործողությունը շտաբի պետին, շտաբի պետը ծառայության պետերին։ Այսինքն ինչ եք նշում, ոնց եք նշում։ Նայած, եթե ներքին ծառայության կանոնագործով, եթե զորքերի ծառայության խնդիր է, նշում եմ շտաբի պետին։ Եթե թիկունքային խնդիր է, թիկունքային ապահովման խնդիր է, նշում եմ զորամասի թիկունքային ապահովման գծով տեղակայել։ Եթե մարտական խնդիր է կիրառման առաջնագծի։ Այսի հասկացա։ Այսինքն կարգադրությունը, որի բաժները պետք է կատարվի, նշում եք թող պետք է կատարի, ճիշտ է հասկանում։ Ըստ իր ծառայության։ Ձեր նշելը ինքը համարվում է արդեն հրաման, օրինակ թիկունքի պետին, որ ինչ-որ գործողություններ կատարի, թե ոչ։ Ցուցում։ Նույնը չի։ Ցուցում, որ այդ խնդիրը կատարվում է, տվյալ եկած հրամանը նորից որտեղից որ եկել առաքվել է զորամաս, հետ այդում նույն հասեատիրոջը, որ խնդիրը կատարված է, խնդիրները լուծված են։ Շատ բան։ Ժամանակի հատված կա, ժամանակա չկա։ Մարտական կարգադրություն օրինակի համար կամ կարգադրություն մարտական դեպքում կարգադրում։ Այդ մարտությունը մակագրվեց Գոր Ավետյանը, որպես ծառայության պետ։ Այն ինչ է անում Գոր Ավետյանը։ Խնդիրը կատարում է ըստ կարգադրությունով իշկա պահանջների մեջ։ Դուք որպես եթե Ավետյանն է իր հերթին որպես տեղակալ, էլի որպես ստորադասներ ունեցող զինծառայող, մակագրում է այլ զինծառայող։ Ինքնին ենթականը չէ, ծառայության պետը։ Ծառայության պետը մակագրում է։ Ինչ անում Ավետյանն է արդեն այս process-ի մեջ։ Պատրաստում է կատարողական աշխատանքների պլան, սարքում է պլանով նախատեսված միջոցառումներ ըստ ժամկետի, որ նույն հակառակը զեկուցենք հասարակության, որ խնդիրը կատարված է։ Եթե թիկունքային ապահովման խնդիր է։ Հիմա եթե դուք մակագրեցիք
ինչ-որ մենք X ծառայողի վրա ինչ-որ գործողություններ կատարելու մարդկան կարգադրության մասին է խոսքը։ Ինչ ձև եք վերահասնում դա կատարելա թե չէ։ Ժամկետով։ Իսկ Սահմանված կարգ կա ժամկետի։ Դուք պետքա ստուգեք, թե պետքա սպասեք ձեզ ի պատասխան զեկույց լինի։ Զեկույցից հետո, քանի որ զինվորականները ճիշտը պետքա ենթակայել վստահել, բայց խնդիրներ կա, որ պետքա ստուգեսել։ Ըստ գրություններով ժամկետին պատասխանում են, պատասխանից հետո կա կարգ, որ կարաս եւ ստուգեսել, ժամկետը երկարացնես դու որպես հրամանատար, այս ժամկետի մեջ պետքա տեղավորել։ Այ եթե հաստատի ուզում հասկանամ, դուք ինչ-որ խնդիր կատարում հանձնարարում եք թիկունքի պետին կամ մարտական հերթապետության գծով ձեր տեղականը եւ չեք ստանում զեկույց դրա կատարված կամ կատարված լինելու կամ չլինելու վերաբերյալ, ապա ինչ եք ենթադրում, որ կատարված է։ Այսինքն ինչ խնդիր, բանավոր թե գրավոր։ Տեսեք, ստացա կարգադրություն, մաղագրեցիք եւ դրանով ցուցում տվեցիք թիկունքի ծառայության պետին, որպեսզի վերջինս կատարի այդ կարգադրության բաժները։ Եթե խնդիր է լինում, ձեզ զեկուցում են, որ խնդիր կա։ Այո։ Իսկ եթե ոչինչ չեն զեկուցում, համարում եք, որ այդ հարցը կա արդեն։ Ոչ, դրա համար կատարողական աշխատանք պլանավորված։ Այսինքն պետք է մատնե զեկուցի, որ կատարված է։ Գրավոր, որ մենք հասցեատիրոջը նորից ուղղում, տեղակ պահենք ձեր խնդիրը դրանց կատարել։ Այսպեսի մի հարց է։ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին արձակվել է այդ ԳՇ պետի 14 կարգադրությունը, 14 ԳՇ կարգադրությունը։ Վերջինիս վրա դուք վերջինս մակագրել եք Աղեկյան գորի։ Աղեկյան գորը դա մակագրել է Մարտես Սարգսյանը։ Հիմա դրա կատարման, չկատարման, անձնակազմի ծանուցման կամ դրանից բխող խնդիրների կատարման, չկատարման վերաբերյալ որևիցե զեկույց ստացել եք։ Շփետ այդ հրամանով, որը որ խնդիրները պետք է կատարվեն, զեկույցները ստացել են մասամբ, հասկացա։ Ես հստակ խոսում եմ 14 ԳՇ անվտանգության կանոնների հրդեհի այդ գրության, այո։ Բոլոր տեղերը անձնակազմին հրանգավորել են տեղակալներով, անձամբ անցել են սաղ մտվներով, շարել են, հրանգավորել են, զեկուցել են, գրությունը տենց է պատասխանել։ Այո, Սակրավանի Վաշտին հրանգավորել եք։ Անձամբ ես չէ, Վաշտի ծառայության պետը եւ Վաշտի հրամանատարը, Ստորաբաժան մանրատարը զեկուցել են, որ հրանգավորել են։ Հետևաբար ես ճիշտ հասկացա, որ այս կարգադրությունը առնվազն անձնակազմին, ամբողջ անձնակազմին հասնում է։ Եվ առաջնագծում, ամենակարևորը պարտադիր առաջնագծում է։ Առաջնագծից հետո որ անցել են ՄՏՎ-ի անձնակազմը։ Իսկ ունեցել եք զեկույցներ, որ օրինակի համար, գիտեմ, X մարտական դիրքում հնարավոր չէ եղել անձնակազմին հասցնել այս մարտական կարգադրության բաժները։ Ոչ։ Եթե հնարավորին չի եղել, կա հեռախոսակապ դիրքի հավաքին վստահում ենք 100 կիլոմետր, կարանք եւ վստահենք նույն դիրքի հավաքը ամեն օր անվտանգության կանոնները հրանգավորում նույն կետերը մեջ նշած է։ Այդ լավ, այս կարգադրության վերաբերյալ հասկանալի է։ Մենք ընդհանրապես մի հանգամանք ունենք։ Այդ տեսեք, Ներքին ծառայության կանոնի կարծեմ 21 կամ 20-րդ հոդվածը, որը նշում է, որ առասարակ ղեկավարն իրականացնում է հրամանների միջոցով։ Այս մակագրությունը ինքն իրարով համարվում է հրաման, թիկունքի ծառայության պետի, որ ինչ-որ գործողություններ կատարի, թե ոչ։ Հրամանը եկած ցուցում, ուղղություն։ Ցուցում ուղղություն ես հասկացել, դա հրաման է համարվում, թե։ Ոչ, հրամանը մինչև չկատարեն, հրամանի վերջում կատարվածի ստորագրում ենք, ուղարկում ենք հասցեատիրոջ, որ հրամանը կատարված է։ Հավաքում են տվյալ ստորագրում։ Դա հրաման չէ։ Դե ասում եմ։ Եկա փաստաթուղթ, այդ փաստաթուղթը ինչ-որ բան անելու համար մագրում եք ինձ։ Ես ձեզ տեղակալում եմ, դուք եք հրամանատար եք։ Մագրում եք ինձ։ Ես այդ որ վերցնում եմ, տեսնում եմ մագագրությունը։ Դա ըստ էության հրամանատարություն իրականացնելու հրաման կարա դիտարկի, թե ինչ է։ Հրաման չի, դա ցուցում է։ Ըստ կարգադրությունով, ըստ եկած։ Այդ ցուցումը կա պարտի, եթե հրամանատարը մագրում է, դուք մագրում եք ինձ։ Իմ համար կատարման համար պարտադիր է։ Այո։ Հիմք է։ Իսկ ինչի ձեռնով եք ասում, որ դա հրաման չի, բայց ցուցում է։ Դա ինչի ձեռնով։ Ձևաչափը ասեմ։ Ամեն տեղակալ ունի իր ծառայության գծով։ Եկած գրությունները ըստ կարգի, ըստ ծառայություններով մակագրում են վերադասին, տեղակալին։ Տեղակալը մակագրում է իր ծառայության պետին, թե թիկունքով եկած լինի, կարող օպերատիվ մարտավարական խնդիր
բանը գշերով գա եւ մակարում ես գլխավոր շտաբի պետին ես մակարում շտաբի պետը օպերատիվ բաժնի պետին խնդիրը կատարելու համար քարտեզ ձևավորեն հրամաններ ձևավորեն հերթականություն ասեմ առաջնագծի վերաբերյալ հրաման կարող է գա ինժեներական վաշտես ինչ հատվածի հատվածը բաց հակառակորդի կողմից ականապատում բարձա պետք է նշում մակագրենք հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալին մակագրում է ինժեներական ծառայության պետի ստեղծում են խումբ հավելվածով հրաման նշում են դժվար անձնակազմը ովքեր ինչ աշխատանք պետք անի քանի որ աշխատում են մինի հետ անվտանգության կանոնները հերթականություն ծառայություններով հիմք հանդիսանում է հրամանատարին տվյալ եկած գրությունը ումա վերաբերում դուք ցույցում եք տալի որ ինքը խնդիրը կատարի Եվս մեկ բան խնդրեմ ես նշեք այդ ձեր նշած գործառույթը իհարկե ներքի ծառայության կանոնագիրքի բլանկետային չեմ ուզում հավատալ բայց ուսումնասիրում բան ասեմ մեծ ձեր նշած գործառույթը ինքը ինչպես է կարգավորվում ինքը փաստաթղթով կարգավորված է այդ ձևաչափը այո ձևաչափը տենց շատ բարի կնշեք բացի ներքի ծառայության կանոնագիրքից այլ ինչ ակտեր կա որ այդ գործառույթը կարգավորվում է կամ կան առասում կան ակտեր կա անվանումները թվերով չեմ հիշում Ամենայն դեպս դա սովորույթի ուժով չի իրական ոչ դա ծառայության ըստ ծառայության օրինակ չի կարա փոխգնդապետ Աղետյանին գա առաջնագծում ականապատել ես միակագրեմ փոխգնդապետ Աղետյանին կազմակերպել առաջնագծում ականապատումը բարձր պետք է մակագրեմ ըստ ծառայությունով ով է վերահսկողը այ օրինակ տեսեք նշեցիք որոշակի բան կնշեք ֆիքսում ինժեներային ծառայության պետ ու վաշտի հրամանատարներ առասարակ իրանք ինչ արդեն պատասխանատվությունից ինչ գործառույթներ իրականացնում ինչ պարտականություններ ունեն եւ ինչի համար են պատասխանատու Վաշտի հրամանատարը պարտավոր է պատասխանատու իր անձնակազմի համար ինժեներական ծառայության պետը պարտավոր է վերահսկի իր նշված ստորաբաժանումը իր ենթակայության տակ որպես ծառայության պետ այլ է հիմա այս նյութական պատասխանատվությունը ով է կրում նյութական պատասխանատու կրում է ստորաբաժանման հրամանատարը վաշտի հրամանատարը իսկ օրինակ ծառայության պետը չի կրում ծառայության պետը կարող կրի այլ պատասխանատու առումով այսինքն ականների ստացման վերահսկել ականների ստացումը պայուստ մուտք անելը մնացած վառելիքը ինժեներական ստացած ինքը կարա դրա պատասխանատու վերջիններիս միջև վերահսկողությունը ոնց է իրականացվում չհասկացա ով է վերահսկում ինժեներային ծառայության պետի գործունեությունը ըստ կարգի առաջնագծով տեղակալ է իսկ ինչու առաջնագծով քանի որ իրանց սա խնդիրը առաջնագծի հետ է կախված շատ բարի իսկ բոլոր հարցերում թե չէ չէ մենակ առաջնագծի հետ բոլոր հարցերում առաջնագծով տեղակալը պարտավոր չի վերահսկի իր ստացած վառելիքը պարտավոր չի ստացի այսինքն այդ նյութական ինքը մենակ ով է վերահսկում վերահսկում է ինժեներական ծառայության պետը ստորաբաժանման հրամանատարը իսկ ինժեներական ծառայության պետին ով է վերահսկում ինժեներական ծառայության պետին վերահսկում է վերադասը ովքեր որ ըստ ծառայությունով կարա օրինակ այն նյութական ապահովման հարցերում ով է վերահսկում ինժեներական ծառայության պետին առաջնագծով տեղակալ է նյութական հարցերում նյութական մենակ կարա դիմեր մարտական հերթապահության գծով տեղակալին ասել ինձ տվեք բան վեցած վերմակ չէ դա նյութական չեն շեշտեցի որը պայթում չէ զինամթերքի մասին չէ թիկունք նյութական միջոցների օրինակի համար սնունդ վառելիք ջեռուցման համար միջոցներ խոսքը դրա մասին դրա համար վաշտի հրամանատարն է ծառայության պետին վերցնում է վաշտի հրամանատարն է դրա համար դիմում ըստ ծառայությունների զորամասի շատ բարի հիմա այդ ամեն ինչը ապահովելու համար կատարում է նյութական միջոցների համար պատասխանատու ասիկ վաշտի հրամանատարն է վաշտի հրամանատարի աշխատանքը ըստ ումա ծառայության պետն է դա հասկացանք բայց ծառայության պետի աշխատանքներով է վերահսկում իմ նշած ասպեկտներով այսինքն ծառայության պետը չի կարա վերմավ դոշակի խնդիրը լուծի ագելի նկա ով է ծառայության պետի օրինակի համար հա Չէ, ծառայության պետի մենակ առաջնագծով տեղակալ է, կարա վերահսկի։ Այսինքն, գիտեք ինչ առումով կարա վերահսկի։ Պայեստը մուտք արին այսքան ինչը, այսքան վառ։ Հասկացա, դա զենք զինամթերքի մասին է։ Այո։ Հիմա ըստ իմ պատկերացման, միգուցե իմ պատկերացման։ Չէ, արդեն թիկունքայինը թիկունքի չի կարա գնա ծառայության պետից ուզի օրինակի համար սննդամթերք։ Հասկացա ձեզ։ Այդ առումով կա ծառայության պետը դիմում է թիկունքի պետի ցուցում է տալի մյուս ծառայության պետերին թիկունքային կոմունալ շահագործման, իրային ծառայության
Շատ բարի։ Սննդի ծառայության։ Այդ է ուզում ասել։ Հիմա այսպեսի մի հարց մի փոքր հետ գնանք, հետո նորից շարունակենք այս կետից։ Այ կնշեք զորամասում առնվազն 2023 թվականի հունվարի լավ հենց հունվարի դրությամբ արտասթիկային շրջքում գոյություն ունեցել է թե ոչ։ Չեմ հիշում։ Իսկ կմտաբերեք այդ խմբի ժամանատար կամ ով կարող լիներ թե գնաց ու այդպեսի կա թե ոչ։ Չէ, չեմ հիշում, բայց որտեղ շատ խառն եմ եղել։ Այ վերադառնանք այդ նյութական միջոցներին, այ տեսեք, օրինակի համար, եթե վաշտին անհրաժեշտ են հակահարդային անվտանգության ապահովման համար միջոցներ, վաշտի հրամանատարը ու ծառայության պետը դրանք ինչ եղանակով են ձեռք բերում իրենց ստորաբաժանման համար։ Այդ մեզ ստանում են տվյալ ծառայությունից։ Վաշտի հրամանատարն այդ ստանում։ Մեզ ստանում են մի քիչ կրծում ավելի բաց եկել, ընթացած։ Բացում եմ, եթե օրինակ նյութական միջոց է եկել, թիկունքային բոլոր ստորաբաժանման հրամանատարներին հասցվում է, որ այսինչ նյութական միջոցը եկել է։ Տեղյակ եղեք, եկեք այսքան ժամկետի մեջ ստացեք։ Հետո է տեղյակ։ Թիկունքի պետը, թիկունքի տվյալ ծառայության պետը ում մասով գրություն եկել է, այսինչը ստացել է։ Կարա հանդերձանք լինի, կարա լապատ կալինի, ինչ-որ մի բան։ Ամեն մեկ իրանց ուղղությունով տեղեկացնում են տվյալ ստորաբաժանման հրամանատարները ժամկետներ անշում, որ այսի ժամկետում այսքանը, այսի գգա, ինի գգա, ինակ այդում ստանում են, հաշվառում են, իրանց հաշվառման մատյանում, որ ստացել են ես Այսպեսի մի հարց, ծառայության պետը, դեռևս ծառայության պետի իմաստը, եթե ուզում է ստանալ ինչ-որ միջոցներ, դրա համար փաստաթղթային դիմելու կարգ սահմանված չէ արդյոք։ Դիմումը տվյալ ծառայության գծով տեղակալին, որ ինչ միջոց։ Եթե վաշտի հրամանատարը նման անհրաժեշտություն ունենում։ Վաշտի հրամանատարը դիմում է նույն ծառայության։ Ծառայության պետը արդեն Չէ, վաշտի հրամանատարը կարա դիմի, օրինակ Օրինական վաշտի հրամանատարը ու դիտենա դիմի թիկունքի գծով հրամանատարի տեղակալն ասի ինձ տվեք էշի բան։ Այո։ Այդ ոնց է դիմում։ Հուշող հարցեր են տալիս, ակնկալելով ստանալ իրենց քին հարի պատասխան։ Նշված բաները, որ ասում շեշտ են, միջև զեկուցագիր չգրում, չի տրամադրվում։ Հայտարարության տեսքով ընդամենը ամենայն արագ չհասկացա որտեղ ուշեցի, հարցը սուրի էր եւ ըստ էության բոլոր պաշտոնյաները վերաբերել այդ հարցը շարունակաբար ելնելու է եւ բացասական կամ տեղական պատասխանները վկայ կողմից տրված չեմ կարծում որ իմ հարցը կողմից ձեր կարողորոշվել է սա։ Ավարտանը պարոն վկային հարց տվեցին, թե ինչ կարգով են ստացվում նյութական միջոցները, մասնավորապես հակահարդային միջոցները, պարզաբանեց, երբ որ թիկունքը ստանում է, տեղյակ է պահում բոլոր ստորաբաժանումներին, այդ թվում գրավոր ձևով, որից հետո նշվում է ժամկետ, թե ստացված ապրանքները ինչ հերթականությամբ, որ ժամկետում տեղերը պետք է գան ստանան։ Հետո գնում են տեղերը ստանում են, դրանից հետո հարց է հնչեցվում։ Գրավոր վաշտի հրամանատարը արդյոք պետք է դիմի հակահարդային միջոցներ ստանալու համար։ Եթե վերևից ասում են եկեք ստացեք, էլ ինչ գրավոր դիմելու անհրաժեշտություն։ Կարծիք այդտեղ այդ քիմքի հարիրի եւ այդ արտադրության հետ կապված պատմական դատան ըստ էության հուշող հարցի հետ կապված մի քիչ տրամաբանություն չեմ տեսնում, քանի որ սա բլանկետ է, բլանկետային նորմերով կանոնակարգող է, հետեւաբար պաշտպանը ասած է դառնում է առարկայազուրկ, կոպիտ ասած այսպես հրամանատարը եթե նույնիսկ բլանկետից դուրս ինչ-որ բան ասա, դա որոնք կարգավորված հարցին պատասխանել ես։ Թույլ կտակ այդ հարցին պատասխան։ Հարցին չպատասխանեցի, չպատասխանեցի։ Չէ, այդ նոր նշված հարցին։ Ում հարցին։ Նոր որ առարկում է։ Նա առարկությունա դուք միայն կոնկրետ հարցերի, կողմի կողմից հարցեր տենչ։ Բոլորը սա զեկուցագրերով է ստացվում։ Կոլխոշի որ ով ասում է։ Սպայից ես հարց եմ տալիս հանել մեղադրող։ Միայն պատասխանում դրանց հարցին։ Այ այսպեսի մի հարց պարոն Գերոսյան։ Ինժեներ Սակրավորային վաշտում 2023 թվականի հունվարի դրությամբ արկա հակահարդային միջոցների մասնակցությունը
Չեմ տեսել, ես որ մտել եմ ընդ բայց սաղ տեղերն էլ եղել երկու հատով, եթե չեմ սխալվում, հրամանով երկուական այդ պայթունից հետո, քանի որ ստանդարտային զորամասից դուրս տվել են, որ հանգարց խնդիր չլինի վարարաններից կապված։ Դա հստակ տեղյակ եք որ տվել է, թե այո, ուղղակի պետք է քարտեր անցնեմ ու երբ ոնց է տվել։ Որովհետև տեղեր կա եղել է, նշված տեղեր կա եղել է։ Չեմ խոսում տեղերի մասին, խոսում ենք ըստ ինքնասակրային վարկի մասին։ Չէ, ես էդից ասում տեղյակ չեմ։ Տեղյակ չի։ Այդ այսպիսի մի հանգամանք ջերուսման շրջանում կար, որ վառանները վառվում են մինչև 20:00-ությամբ, որից հետո վառվում են միայն հրամանի առկայության դեպքում կամ թույլտվության առկայության դեպքում։ Այդ դուք օրինակի համար զորամասի համար թույլտվություն տվել եք կամ որից դրանով կամ բանավոր հրաման արձակել եք, որ վառարանի շահագործումը շարունակվի նաև ժամը 20:00-ից հետո։ Բարձի պատասխան եմ, քանի որ մենք գտնվում ենք Վարդանից քաղաքում, եթե մի ժամ վառարանը հանգի, ինձ մարդ չի կարող։ Շատ բարի։ Այսինքն կարող ես չեն կարող հրաման արձակել։ Ներողություն եմ ասում, հասկացա, բայց մի հատ ուրիշ բան ասեմ։ Դա ձեր գիտությամբ է թե ոչ։ Այսինքն դուք չեք իմացել որ վառում են։ Չէ, մեր գիտության դե վառարանը մտել տեսել ենք, չէ, կանոնակարգված է, որ վառարանի հիմա փետ են ստանում։ Այդ փետը ո՞րց են ստանում։ Այսինքն դուք թույլ տվել եք որ ժամը 20:00-ից հետո վառեն։ Էդի թույլ տալով չէ, էդի դրույքային հրամանի մեջ ասում եմ, պայթունից հետո զորամասը, որ ոչ ստանդարտային եղը, այդպիսի փաստաթղթերի մշակումները դեռ ես չեմ ուսումնասիրել, որը ով է թույլ տվել։ Լրություն, Բուժո Գրիգորյան, լրություն։ Տնով ջան, վկա դադարեցրի, չեք արձակագրում, Բուժո, նախազգուշացնում եմ ձեզ, դադարեցրի։ Շարունակեք։ Նախազգուշակ մյուս անգամ նման վարքագիծ ցուցաբերեք։ Նորմալ արտահայտ եք ասում, երիկա բավարար է։ Շարունակեք։ Շարունակեք։ Մեկ վարկը պատվաժան ներկան։ Օրինակ նշեցիք տեսել արտահայտություններ, բայց այնուամենայնիվ հարցնեմ արտահայտային պայքարի միջոց որպես այդպիսի վահանակներ տեսել եք դեռ։ Արտահայտային վահանակ։ վահանակ սա տարբեր տեղեր եղել, դա չեմ տեսել։ Այն մի հարցը տան վարելիք է կապված նոր անցնենք առաջ, դեպքի վայ զրույցությամբ հայտնաբերվել է բենզին 9 հատ 5 լիտր տարաներով։ 9 հատ 5 լիտր տարաներով։ Իսկ ըստ ապրանքագրի 17/01/2020 թվականին հատկացվել է 80 լիտր։ Հաշվարկը նայեք անհատացնություն, այդ դրամասին ինչ կասի։ Մենք տեղյակ չեմ եղել, քան հատկացվի քանի լիտր։ Դրա վերահսկողությունը ծառայության պետն է, ստորաբաժանման հրամանատարն է, պայստից մուտք արած ստանում են, այն դեր ասածն է, որ բանավոր չի կարող այդ հաստանը, բոլորը զեկուցագրում է։ Խնդրում եմ տրամադրել այսինչ աշխատանքների համար, այսքան վառելիք, խնդրում եմ տրամադրել այսինչ աշխատանքի համար, տեխնիկան շահագործելու համար, խոտ տալու համար, այսքան բան է, բենզին վառելիք։ Այդ այս հակարտերի անվտանգությանը որ անդրադարձավ, ինչպեսի բան, հակարտերի անվտանգության վերաբերյալ հրանգավորումներ առասարակ անցկացվում են։ Բոլոր տեղերն էլ անցկացվում Այ են։ որ դուք ստացել եք համատարությունը Իշա զորամասի եւ վերջին անգամ նման հրանգավորումներ անցկացվել եւ նաեւ հակարտերի պահպանության դասընթացներ նման միջոցառումներ իրականացվել է։ Դասընթացները դեռ չէ, քանի որ հունվարից սկսվելու էր անվանը նախապատրաստական փուլին ըստ օրերով կարգով նշված ուրեմն իրոք վերադասել են գալամ ստուգման թե որ պլանավորած է ինչ պարամուքներ են անում։ Դեռ չէ, բայց հրանգավորումներ ըստ դիրքերի, ըստ ծառայություններով բոլոր տեղերով անցել են արել են, անձնակազմը շարել են։ Որտեղից է հրանգավորում իրականացել եք ինժեներասակրավային դաշտում հակառակային անվտանգության։ Ոչ, ես չեմ արել։ Անձնակազմի եք։ Ես չեմ արել, անձամբ։ Իսկ ով արել դերը։ Դե ստորաբաժանման հրամանատար։
Այդ տեսեք նշեցիք, որ կալցանում հակարդային միջոցներ չեք նկատել։ Իսկ դրա վերաբերյալ ինչ-որ դիտողություն արել եք, թե չի չկա, հարցրել եք չկա կամ ինչ-որ միջոցներ ձեռնարկել եք այդ ամենը։ Չէ, կարող է եղել է, ես չեմ նկատել, որտեղ խառն ա եղել մտնելու տեղը։ Ես բոլոր այդ տները, ջուրերի տները անենց խառն ա եղել, որ տեղ կա իրոք տեսել եմ, մտնում ես այս մուտքի դեմը դրած ա եղել։ Շենքի դեմը։ Բայց տեղը կա, որ եղել է, խոսքի կարող է կռավատի կողմն էլ եղած լինի։ Իրոք ես չեմ հասցրել, որ դրանով ուզում եմ 5 ատներ այդ բաժը դարդեին էդի չէր անգցնելու։ Վկա, Ռուչյուն, վկա Գևորգյան, Խնդրում եմ, էլ վկա Գևորգյան, այդ դիմորները նետերը հետ վկա, արկելի վկա, չեք լսում դատարան, վկա, ես վեց եմ ասում, դատարից եք էտ խոսակցում, ասետ առանցին թրիտումցյան, որը մեկ էտ չպրնավեց։ կներեք, Լավ, այդ պարոն Գևորգյան, թույլ կտակ հարցերի մի ժամից պատասխանել, չեմ կարող։ Ինչի չեք կարող, ինչն ապաճառը։ Հանգիստ տվել, այո, ես խնդիրներն եմ, ես երկու անգամ վիրավորվել եմ, ես չեմ կարող ներվանալն եմ մոտ սկսում ասվաղ, թույլ տվեք մի ժամից։ Ըստ ես բանի վիճակ չեք, ինչ կարծում։ Ի վիճակի չեմ, պարոն Բակավան։ Ինչքան ժամանակ։ գուցե մի 30 րոպե բավարար։ Այո, 30 րոպե բավարար։ այո, բավարար է։ 30 րոպե։ Լավա որտեղի վիճակի եք նստելու։ Ռուչյուն ասում եմ։ Հոպա լավ է ինչ է դու դարան քաղաքը, դու բաժան քաղաքը։ Այդ Մարտիրոսյան ուժը։ Գնամ ես Հադա խազդուրը Մարտիրոսյան։ Հագայակի պեր թրակ։ Պապի հանգիստ էլի մեկ էլ։ Հնա հասած թրավետ է Հագայակի։